В регионной местности, в первом компоненте, у кооператива, то есть у кооператива второго уровня, есть выбор. То есть кооператив выбирает или охладитель молока 500 литровый со своими инструментами, или սիրովարանի կտր։ Լինոց Մինդայի ագրոջավախեթի նորաբաց սերվիս կենտրոնում այսօր կայացավ թրենինգ, որին մասնակցեցին շրջանի ֆերմերները։ Թրենինգի անցկացման հիմնական նպատակը նորագույն տեխնոլոգիաների միջոցով գյուղատնտեսական ոլորտի առավել ակտիվ զարգացմանը նպաստելն էր։ Վարժողի խոսքով գյուղոլորտի բոլոր բնակավարներում, օրինակ հենց պարագործության մեջ կարևոր է հատկապես ֆերմերի իրազեկվածությունը։ Ֆերմերը պետք է իրազեկ լինի ոչ միայն ժամանակակից մեթոդներին, այլև կարողանա այդ տեխնոլոգիաները կիրառել մշակման գործընթացում։ Շեշտվեց մեկ կարևոր հանգամանք ևս, դա հատկապես վերաբերում էր փոքր ֆերմերային ընկերություններ ունեցողներին, որոնց համար ըստ վարժողի կարևոր է միավորումը, օրինակ 2-3 ընկերությունների, որոնք համընդհանուր ուժերով կկարողանան շուկա արտահանել ավելի որակյալ արտադրանք։ Մենք շատ տրեյնինգների ենք մասնակցել գյուղատնտեսության վերաբերյալ, միշտ հանդիպումներ եղել Եվրոսայուզին ստանդարտներին, բայց այսօրվա տրեյնինգը շատ բովանդակալի, շատ խորան բացատրեց ինչ կնշանակի Եվրոստանդարտին հետ համագործակցել, ինչ է պետք գնել, կարևոր օրինակ, որպեսզի կաթը մշակելու համար ունենա մարդը իրեն համար մինի գործարան, այդ մինի գործարանին համար իրենք տրամագիծը կրնան տա, չափսերը տա, ինչ ստանդարտ է պետք, որտեղ ինչ է պետք տանել սենյակների մեջը, որտեղ կաթը ընդունելուն, որտեղ պաղեցնելուն, սաղ իրենք հետով կաջակցեն ու շատ հետաքրքիր ձևով իրենք բացատրեցին, շատ մատչելի։ Կերևար կառավարությունը վերուցել է կուրսը, շատ ճիշտ է, գիտեք որ այս վերջի տարիներս է գյուղատնտեսության հարցերը բարձրացնենքը, շատ լավ է, կերտա հենց այն բանին, որ պետք է մեր տնտեսությունը իրար միացնել ու ուխրոպնին այնել, մեծնել։ Անադը ինչքան գուզե անադը ալին 100 հոգով չեն կրնա, անադական ինչ որ բան է հասնի։ Եվրոպայեն տեսել ենք այնտեղ ինչքան իրենց տնտեսությունը զարգացած կրնա, այնտեղ մարդը արդեն ստեղծել է իրեն տնտեսությունը, կոոպերատիվ միացել են իրար հետ ավելի հեշտ է։ Պատկերացրեք մի մարդը երկու կով ունի, երկու կովով ինչ կրնա, Եվրոստանդարտի մեթերքեն է ու երկու կովով հասցնե։ Հենց նպատակն է, որ իրենք առաջարկեն, կոոպերատիվները միացնել իրար, 2-3 այնտեղ փուլերով կա, որպեսզի հեշտ լինի կրնանան ու ժամանակ է տևած մեր ժողովրդին գյուղատնտեսության համար մինչև 20 թիվը, որ աստիճանաբար տեղափոխվեն Եվրոստանդարտին։ Չեն այսինքն խստի վարկել որ չէ, եթե դու այսօր չես կրնա այդ ստանդարտը, ուրեմն դու չարտադրես ինչ որ մեթերք։ Թրեյնինգի անցկացումը կոոպերատիվների ներկայացուցիչների և մասնակիցների համար կարևոր էր նաև հենց տեղեկատվության ստացման առումով։ Ներկաներին Վրաստանի կոոպերատիվների գործակալության ներկայացուցիչը տրամադրեց բավականաչափ տեղեկություն, օրինակ պանրարտադրությամբ զբաղվեց ցանկացողներին արտադրամասեր ստեղծելու, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման և օգտագործման վերաբերյալ։ Создание кооперационной системы маленьких предприятий по приему и переработке молока. Как я сказал, это заключается, что государство в виде гранта передаст кооперативам оборудование по приему молока и переработке молока. Это оборудование заключается. Оборудование охладитель, молочный охладитель со своими инструментами и котел, сыроварный котел для производства массы для готовки сыра. Շատ հետաքրքիր հանդիպում կայացավ, հանդիպման ընթացքում բացատրվեց, խոսվեց եւ ընդհանրապես խորհրդակցվեց, թե ինչպես կարելի է զարգացնել մեր երկրում նոր ստեղծվող կոոպերատիվները, որոնք բազմաթիվ այլ զարգացած երկրներից արդեն փորձերից դուրս գալով կարելի է ասել, որ լրիվ արտարացնող են։ Շատ հետաքրքիր հանդիպում է, հանդիպման ընթացքում վերլուծությունների ընթացքում պարզ եղավ, որ կոոպերատիվները
պետք է անընդհատ ունենան հանդիպումներ, կոնսուլտացիա, որովհետև բոլորը դեռ անփորձ են եւ նոր փորձ ձեռք բերումներով նրանք կարող են զարգացնել մեր շրջանի գյուղատնտեսությունը եւ ընդհանուրս միասին կզարգացնենք նաեւ մեր երկրի գյուղատնտեսությունը եւ հողագործությունը եւ անասնապահությունը եւ գյուղատնտեսական մթերքների վերամշակումը եւ ամեն ինչը։ Եթե կան կոոպերատիվներ, որոնք նաև ունեն անասնաֆերմաներ, մինիմում 51 անասունից բաղկացած, նրանց առաջարկվեց նոր տեխնիկաներ, որոնց միջոցով կարելի է ավելի որակով եւ մաքուր կատնամթերք հասնել վերամշակման կետ։ Դարբերակները ֆինանսապես ծերնդու են, բայց առաջարկություն չի լինի, եթե կոոպերատիվ տնտեսությունը իրենից ոչ մի գումար չներտնի, չունենա իր ունեցվածքը։ Բավականին ունեցված պետք է ունենա կազմված նորաստեղծ կոոպերատիվը եւ պետությունը միաժամանակ համագործակցի եւ օգնի տնտեսության զարգացմանը։ Այս ամենի արդյունքում կստացվի որակի դեպքում արդեն հեշտ է արտահանել եւ ավելի լավ գներով դուրս գալ շուկա։ Սակաթն արտադրության հետ կապված նոր նախագիծը մեր նպատակն է Նինոց Մինդայի բնակչությանը ցանցացնել ծրագրի մանրամասներին, ասում է գործակալության ներկայացուցիչը։ Агентство по развитию сельхозкооперативов, руководство Министерства сельского хозяйства Грузии начинает новую программу. Это помощь кооперативам, оказание помощи кооперативам, которые занимаются в отрасли животноводства, то есть по сбору и переработке молока. По этой программе государство помогает кооперативам устроить в районах маленькие предприятия по приему и переработке молока и производству молочных продуктов. Цель моего визита сегодня в Нинецкинском муниципалитете – ознакомление членов кооператива, всех заинтересованных лиц, которые работают в этой сфере и производят молоко, ознакомить с этой программой, с условиями этой программы, как они должны принять участие при желании, допустим, в этой программе. И все нюансы, все эти вопросы, которые людям интересуются в основном насчет кооперации по нашим программам. Մեր գյուղատնտեսական շրջանի ու հատկապես անհատ ձեռներեցների համար նմանատիպ տրեյնինգների անցկացումը շատ կարևոր է, հատկապես նորագույն տեխնոլոգիաների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու առումով։ Այս համոզմանն են թե ֆերմերները, թե գործակալության ներկայացուցիչները։